Հայաստան դաշինքում քաղաքական գործիչներ շատ քիչ կան, հատային, ամենայն հարգանքով Քրիստինեի նկատմամբ, մյուս պատգամավորների նկատմամբ, ես ասում եմ բաներ, որոնք ոչ թե ուղղակի ասում եմ բաներ, որ ասում եմ հենց այդպես լինում է, հենց այդպես լինում է, ես չեմ ասում ուղղակի մոտարապես բաներ, ես 21 թվականին ասել եմ ինչա լինելու ու տառացիորեն դա տենց եղել է, հիմա էլ նորից ասում եմ, հիմա ամբիցիայի գրիվ չի սա, հիմա մենք տեսնում ենք, օրինակ անկախ մեզանից բոլորից անկախ հարցումներ կան, որի 80%-ը պնդում է, որ նախկինների վերադարձը չեն ուզում։ Մենք ինչու ենք այս զենքը տալիս Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն մենք գնում ենք 20%-ի, մենք չէ՞ էլի նախկին իշխանությունները, մտնում ենք 20%-ի մեջ կռվեն, որ դրա հակադիր 80-ի մեջ Նիկոլը իրանց կրի։ Ես այլ բան եմ ասում, ես ասում եմ դուք արդեն մի անգամ փորձել եք, դուք ուզում եք դուք ունեք ռեսուրսներ, դուք ունեք քաղաքական ռեսուրսներ, շատ լավ ձեր թիմը կլինի, ձեր թիմը կա, ինչ վտանգ կա, Սերժ Սարգսյանը ինչ պետք է անես այս կոնֆիգուրացիայի մեջ, թե ինքը արդեն դերակատարություն ունի որպես քաղաքական գործիչ։ Սերժ Սարգսյանը ինչ պետք է անի, պետք է ամեն ինչ անի, որ Նիկոլ Փաշինյանին չօգնի։ Օրինակ վերջին լսումները խորհրդարանական, դրանք մեծագույն աջակցություն էին Նիկոլ Փաշինյանին։